Մաթեո և Մարիուչը, իտալական հեքիաթ։ Վիջանելլո քաղաքում ապրում էր Մարիուչը անունով մի աղջիկ և Մաթեո անունով մի տղա։ Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ նրան ոչ ոք այլ կերպ չէր անվանում, քան գեղեցկուհի Մարիուչը։ Իսկ տղան իր հասակակիցների մեջ ամենաճարպիկն էր, քաջը և ուժեղը։ Արդյոք տարօրինակ է, որ ջահել աղջիկն ու տղան հանդիպելով միանգամից իրար սիրեցին։ Դե քանի որ սիրեցին, հարսանիքին քիչ բան էր մնում անելու։ Մարիուչայի ծնողների տանը ամեն ինչ արդեն պատրաստ էր հարսանիքի համար։ Ձյան նման սպիտակ գառ մորթեցին, 2 ոչխար, մի դյուժին նապաստակ տապակեցին և 100-ից ավելի կաքավ։ Ըստ հին սովորության, որտեղ պետք է ջահելները նստեին, դրեցին 2 զամբյուղ, մեջը լիքը քաղցրավենիք։ Հարսանեկան ճաշից հետո հարսն ու փեսան իրար վրա պետք է ցանեին կոնֆետները, որպեսզի նրանց հետագա համատեղ կյանքը մեղրի նման քաղցր լինի։ Ամեն տեղից հարազատներ ու հյուրեր էին եկել հարսանիքին։ Հանկարծ փողոցով մի ձիավոր անցավ, քրտնքի մեջ կորած։ Նա բարձրաձայն միայն մի բառ էր շարունակ կրկնում, բայց այդ բառը ահ ու սարսափ տարածեց քաղաքացիների վրա։ «Սարակինոսներ, Սարակինոսներ», գոռում էր ձիավորը։ Եվ հենց նույն պահին Վիջանելլոյի գլխավերևում ծխացող սարի գագաթից հնչեց Կոլոմբոյի և Պելիկոյի ծովային 2 հսկա խեցիների ձայնը։ Խաղաղ ժամանակ նրանք լուռ էին, բայց հենց որ վտանգ էր սպառնում կորսիկական երկրին, պահակախմբի անդամները դրանք մոտեցնում էին իրենց շուրթերին։ Այդ ժամանակ Կոլոմբոն և Պելիկոն տագնապով երգում էին հովիտների վրա, ճակատամարտի կանչելով Կորսիկայի զավակներին։ Բոլոր տղամարդիկ, անբեղ մանուկից սկսած մինչև սպիտակամորուս ծերունիները, լսելով նրանց կանչը, շտապում էին ելնել թշնամու դեմ։ Նրանցից ոչ մեկը ետ չէր կանգնում զինվորի սրբազան պարտքից, իսկ եթե հանկարծ գտնվեր այդպիսի մի ոչնչություն, նրան չէր հաջողվի մինչև իր կյանքի վերջը ջնջել վախկոտի արգահատելի կնիքը։ Այդպես էլ պատահեց այս անգամ։ Կոլոմբոն և Պելիկոն դեռ չէին լռել, երբ լացող կանանց և երեխաներին թողած տղամարդիկ զենքերը ճոճելով վազեցին դեպի ծովի կողմը, որտեղից ափ էին դուրս եկել սարակինոսցիները։ Իսկ բոլորի առջևից լավ ձին նստած սլանում էր Մաթեոն։ Ճակատամարտը շատ դաժան էր, սակայն պաշտպանվողների արիությունը քաղաքը չփրկեց, որովհետև յուրաքանչյուր վիջանելլոյացու ընկնում էր 10 սարակինոսացի։ Թշնամու հրոսակախումբը մտավ քաղաք, ճանապարհին ամեն ինչ ոչնչացնելով։ Խեղճ, խեղճ Կորսիկա։ Այրված բնակավայրերդ վեր են ածվել փլատակների, պտղաբեր հովիտները տամայացել են, իսկ քո գեղեցկուհի դուստրերին տանում են գերության։ Տխուր ճակատագրից չխուսափեց նաև Մարիուչը։ Նրա գեղեցկությունն ապշեցրեց հենց իրեն, սարակինոսացիների առաջնորդին։ Նա բռնեց աղջկան և գցեց շալակը, ինչպես գայլը կիսախեղդ ոչխարին։ Շուտով սարակինոսացիները իրենց ավարն առաջ շարժվեցին դեպի ծովափ, ուր ալիքների վրա ճոճվում էին նրանց նավերը։ Իսկ այդ ժամանակ Մաթեոն պառկած էր ճանապարհի եզրին աճած հսկա թզենու տակ։ Նրա վերքերից արյուն էր հոսում, աչքերը փայլում էին տենդագին։ Եվ ահա, նրա կողքով անցան գերված աղջիկներով և հարուստ ավարով բեռնավորված սարակինոսացիները։ Գերուհիների մեջ Մաթեոն սարսափով նկատեց իր հարսնացուին։ Տղան տեղից վեր թռավ, պատյանից մինչև կեսը դուրս քաշեց սուրը, բայց ուժերը դավաճանեցին, և նա նորից փլվեց գետնին։
Իսկ սարակինոսցիներն անցան մինչև իսկ չնկատելով դժբախտին։ Շուտով մթնշաղ իջավ ամայացած Վիջանելոյի վրա։ Գիշերը վրա հասավ։ Եվ դաշտում, որտեղ ցերեկը խաչվել էին նիզակները և զնգացել վահանները, երևաց մեռյալների թագավորության տիրակալը։ Սև ագռավները կռկռալով պտտվում էին նրա գլխավերևում։ Մեռյալների թագավորության տիրակալը դանդաղ անցնում էր ընկած զինվորների կողքով և իր ձեռքի գավազանով թեթևակի կպչում նրանց։ Եվ ում որ կպչում էր գավազանը, նրանք դառնում էին իր հպատակները։ Նա մոտեցավ նաև Մաթեոյին, բայց նայելով տղայի երեսին ասաց. «Սա դեռևս իմ իշխանության տակ չէ։ Սրա վերքերը շուտով կլավանան և կապրի երկար տարիներ»։ «Ինչի՞ս է պետք կյանքը», հառաչեց Մաթեոն, «երբ հայրենի քաղաքս կողոպտված է, իսկ նրան, որը կյանքիցս էլ թանկ է, տարել են ամոթալի գերության»։ «Ով մահկանացու, գուցե ուզում ես ասել, որ սերը քեզ համար ավելի լավ է, քան արևի լույսը և տաք հացը»։ «Առանց Մարիուչայի իմ օրը խավար կլինի, հացն էլ թույն», պատասխանեց Մաթեոն։ «Եվ ինչպես նայեմ իմ համաքաղաքացիների աչքերին, չէ որ չկարողացա նրանց վրեժը լուծել»։ «Իսկ եթե քեզ օգնեմ, դու կհամաձայնվե՞ս մեռնել նշանակված ժամանակիցդ շուտ»։ «Դա էլ հարցնելու բան է, իհարկե այո»։ «Այդպես, ուրեմն հիշիր, ուղիղ 1 տարի հետո դու պետք է մեռնես», ասաց մեռյալների տիրակալը և ձեռքը քսեց Մաթեոյի փրկված մարմնին։ Նույն վայրկյանին տղայի վերքերը փակվեցին։ Նա ոտքի ցատկեց և վազեց այն կողմը, դեպի ուր տարել էին Մարիուչային։ Մեռյալների տիրակալը նրան կանգնեցրեց։ «Սպասիր, ուր ես շտապում, անխելք, դու մենակ չես կարող սարակինոսցիներին հաղթել»։ Նա իր գավազանով խփեց թզենու ծուռումուռ բնին։ Ծառը արմատներից սկսած մինչև գագաթը ցնցվեց, և ճյուղերից թափվեցին պտուղներն ու տերևները։ Պտուղները խուլ թխկոցով ընկնում էին գետնին, և ընկած տեղում անմիջապես ծլում էր ոտից գլուխ զինված մի զինվոր։ Տերևները դառնում էին դրվագրված վահաններ, տերևի կոթերը սուր նիզակներ։ Մաթեոյի առաջ շարվեց 1000 զինվորներից բաղկացած մի ջոկատ, իսկ ծեր թզենին փլվեց տեղում, ջարդուփշուր անելով առանց այն էլ արդեն մեռած ճյուղերը։ Մաթեոն ձեռքով նշան արեց և բանակը շարժվեց նրա ետևից։ Հաղթանակից հարբած սարակինոսցիները ճամբար էին խփել ծովափին, իրենց նավերի դիմաց։ Այդ վաղորդյան ժամին նրանք ամուր քնել էին արշավի խարույկների կողքին, բավարարվելով միայն ժամապահներ կարգելով։ Իրենց վրա հարձակվողներին նկատելով, ժամապահները տագնապ բարձրացրին։ Մարտը թեժ էր ու կատաղի, բայց երկար չտևեց։ Միայն մի բուռ թշնամիներ կարողացան փախչել իրենց նավերը, իսկ մնացածները փռված մնացին ծովափին։ Մաթեոն նետվեց դեպի կապկպված գերուհիները, սուր դանակով կտրեց նրանց թևերին փաթաթված պարանները։ Ահա և Մարիուչան։ Տղան ամուր գրկեց իր սիրելիին և շրջվեց, որպեսզի շնորհակալություն հայտնի իր զինվորներին։ Բայց զինվորներն անհետացել էին։ Ասես գոլորշիացել օդում։ Վիշտն ու ուրախությունը խառնվել էին Վիջենալոյի քաղաքում։ Ուրախացել էին, որովհետև թշնամին ջախջախված էր, որովհետև աղջիկները վերադարձել էին իրենց տները։ Իսկ արցունք էին թափում, որովհետև շատ տներում սեղանների մոտ դատարկ էր մնացել, ամուսնու, եղբոր կամ տղայի աթոռները դատարկ էին։ Բայց կյանքը ընթանում էր իր հունով։
Վիշտը մոռացվում էր։ Եվ Վիջենալոյի բնակիչների դեմքերի տրտմությունը կամաց փոխվում էր ժպիտի։ Եվ ահա նորից են հարսանիքի պատրաստություն տեսնում Մարիուչայի և Մաթեոյի համար։ Քաջ տղային անվանեցին Վիջենալոյի զավակ, որովհետև նա էր փրկել քաղաքը։ Եվ եթե տղան այդպիսի հայր ուներ, ինչպիսին ոչ ոք չի ունեցել, ուրեմն հարսանիքն էլ պետք է կատարվեր այնպես, որ ներկայիս երեխաները ծերանալիս այդ հարսանիքի մասին պատմեին իրենց թոռներին։ Հարսանիքի օրվա ընտրությանը նույնպես մասնակցեց ամբողջ քաղաք և նշանակեցին սարակինոսցիների դեմ տարված հաղթանակի տարեդարձի օրը։ Մաթեոն այնքան երջանիկ էր, որ նույնիսկ չհիշեց մեռյալների տիրակալին տված իր խոստումը։ Այն բոլորը, ինչ կատարվել էր պատերազմի գիշերը, նրան հեռավոր մի երազ էր թվում։ Եվ ահա եկավ նշանակված օրը։ Դեռ վաղ առավոտից փողոցները լցվել էին մարդկանցով։ Քաղաքացիները հագել էին իրենց ամենալավ զգեստները, միայն տեղ-տեղ տոնական հագ ու կապի մեջ սևին էին տալիս սգավորի հագուստները։ Զանգերը ազդարարեցին, որ հարսանեկան արարողությունը սկսվել է։ Մաթեոն հարսնացուի մատին հագցրեց ամուսնական մատանին և առաջ մեկնեց իր ձեռքը, որպեսզի նա էլ մատանին հագցնի իր մատին։ Հանկարծ սարսափելի մրրիկ բարձրացավ։ Սև մրրիկն անցավ Վիջենալոյի վրայով և խլեց Մաթեոյին և իր հետ տարավ հեռուները։ Ախ, Մաթեո, դու ինչպես կարողացար ինձ թողնել, ոչ այն է կին, ոչ այն է հարսնացու, բացականչեց աղջիկը։ Չէ՞ որ պսակի արարողությունը դեռ չէր վերջացել։ Բայց ես քեզ ոչ ոքի չեմ զիջի, նույնիսկ մեռյալների թագավորությունում ես քեզ կգտնեմ։ Կորսիկայի աղջիկները նույնքան քաջ են և վճռական, որքան տղամարդիկ։ Մարիուչան գնաց փնտրելու Մաթեոյին։ Ահա ետևում մնացին Վիջանելլոյի վերջին տները։ Մարիուչան կանգ առավ։ Ուր գնալ։ Որ կողմում է գտնվում մեռյալների թագավորությունը։ Այդ ժամանակ դեպի Մարիուչան թռավ և կողքանց մոտեցավ մի ագռավ։ Գեղեցիկ մատանի է, ղար, ինձ նվիրիր այդ մատանին, աղջիկ։ Չէ, չեմ կարող, ասաց Մարիուչան։ Այս մատանին մատիս է անցկացրել իմ փեսացուն, Մաթեոն։ Բայց ագռավը ձեռ չէր քաշում։ Այդ դեպքում ղար, տուր մյուսը, դու երկուսն ունես։ Ահ, ագռավ քույրիկ, մյուս մատանին մեռյալների թագավորությունում ես պետք է հագցնեմ իմ ամուսին Մաթեոյի մատին։ Ավելի լավ է ես քեզ նվիրեմ իմ ականջող։ Մարիուչան իր թուխ ականջից հանեց օղը և մեկնեց ագռավին։ Ագռավը իր չանչերով բռնեց ականջողն ու թռավ։ Թռչելու ժամանակ նա շուռ եկավ ու գոռաց. Մեռյալների թագավորությունը այն կողմում է, ղար, այն կողմում, ուր արևն է մայր մտնում։ Աղջիկ, գնա ուղիղ դեպի արևմուտք, ուրիշ կողմ չթեքվես։ Մարիուչան մեջքով շրջվեց դեպի արևելք, իսկ դեմքով դեպի արևմուտք ու գնաց։ Առաջին օրերին նա ճանապարհին հանդիպում էր գյուղերի, իսկ հետո սկսեցին անմարդաբնակ վայրերը։ Մարիուչան քայլում էր արևից խանձված դատարկ տափաստաններով։ Սուր քարերը կտրատում էին նրա ոտքերը, շիկացած ավազն այրում էր կրակի պես։ Ցերեկը փոխվում էր գիշերվա, գիշերը ցերեկվա, ցերեկը նորից գիշերվա, իսկ աղջիկը գնում էր ու գնում։ Առջևում լեռներ էին երևում։ Նրանց ետևում մայր էր մտնում արևը, և նրանց ետևից դուրս էր գալիս լուսինը։ Շատ գնաց թե քիչ, հասավ առաջին լեռանը, որը ծածկված էր կանաչ անտառով։ Ծառից ծառ անցնելով
ինքն էլ չնկատեց, թե ինչպես հասավ լեռան կատարին։ Այդտեղ ոչ մեծ մի փոսարակում փռված էր լիճը, կլոր ու փայլուն, ինչպես հայելի։ Մարիուչան կռացավ ջրի վրա, որպեսզի լվացվի, եւ անմիջապես ետ քաշվեց։ Ջրից նայում էր սպիտակ մազերով ու կնճռոտ դեմքով մի պառավ։ Վայ, չէ որ սա իմ արտացոլումն է, բացականչեց Մարիուչան։ Երևի ոչ թե օրեր, այլ տարիներ են անցել այն օրից, երբ ես թողեցի իմ հայրենի տունը։ Բայց գուցե վիշտն ինձ ժամանակից շուտ այսպես ծերացրեց։ Այս կերպարանքով ես ինչպես երևամ Մաթեոյին։ Աղջիկը նստեց առափնյա քարին եւ սկսեց լաց լինել։ Նա չգիտեր եւ որտեղից կարող էր իմանալ, որ այդ լիճը կախարդական է։ Նա ամեն ինչ հակառակն է արտացոլում։ Նրա մեջ նայող պառավը իրեն տեսնում է ջահել։ Աղջիկն է նայում, իսկույն վախենում է, դե ինչպես Մարիուչան վախեցավ։ Կարծես թե արդեն թոռներով զբաղվելու ժամանակն էր եւ ոչ թե գյուղի ջահել տղաների հետ պարելու։ Մարիուչան լաց եղավ, ապա որոշեց. Թող ինձ չսիրի Մաթեոն, ես միևնույն է նրան պիտի փնտրեմ մեռյալների թագավորության մեջ։ Նա արցունքները սրբեց եւ սկսեց լեռան վրայից ցած իջնել։ Ձորակում մի ծառի արմատների տակից աղբյուր էր բխում։ Մարիուչան չհամբերեց, նրա մեջ էլ իրեն նայեց եւ բարձրաձայն ծիծաղեց. Ոչ, Մաթեոն ինձնից երես չի թեքի, ես առաջվա նման լավիկն եմ, ջահել ու գեղեցիկ։ Ուրախությունը ուժ տվեց Մարիուչային եւ նա նորից առաջ գնաց։ Իսկ ուժ նրան շատ էր հարկավոր, որովհետև նրա դիմաց կանգնեց երկրորդ սարը, առաջինից էլ բարձր։ Սարը քարքարոտ էր ու ավելի զառիթափ։ Իզուր չէր, որ Մարիուչան Կորսիկայում էր ծնվել, որտեղից որ քարայծն էր կարողանում անցնել, այնտեղից էլ անցնում էին Կորսիկայի աղջիկները։ Ահա արդեն մոտ է լեռան կատարը։ Եվս 2-3 թումբ եւ Մարիուչան գագաթին կհասնի։ Հանկարծ որոտ լսվեց եւ գետնի տակից կրակե լեզուներ դուրս եկան։ Մարիուչան իզուր էր այս ու այն կողմ վազում, անցնելու տեղ էր փնտրում, բայց չգտավ։ Մարիուչան քաջ աղջիկ էր, բայց այնուամենայնիվ աղջիկ էր։ Այդ պատճառով էլ նա դարձյալ լաց եղավ։ Նրա արցունքի կաթիլներից մեկը կաթեց կրակի վրա, կրակը թշաց, կպավ գետնին ու մարեց։ Մարիուչան վերջապես հասավ գագաթին։ Տեսավ, որ այդ երկրորդ լեռան ետևում բարձրանում է մի երրորդը։ Կանգնած էր նա թախծոտ հսկայի նման, գլուխը թաքցրած ամպերի մեջ։ Ոչ, լեռան այդ զառիթափով ոչ ոք չէր կարող բարձրանալ։ Այ թռչել անցնելն ուրիշ բան։ Բայց Մարիուչայի ուսերին դեռևս թռչունի թևեր չկային։ Այդ պահին Մարիուչան մի աղիողորմ ճիչ լսեց։ Նայեց, տեսավ մի սպիտակ աղավնի, որը թփրտում էր խոտերի մեջ։ Նրա ոտքերին փաթաթվել էին երկաթե թելեր, խոտեր, եւ նա ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել դրանցից։ Նրա գլխավերևում պտտվում էր էգ աղավնին, որը մեկ զարնվում էր գետնին, մեկ բարձրանում օդի մեջ, եւ այնպես աղիողորմ ճչում, ասես լաց էր լինում։ Ախ, խեղճ թռչուն, ասաց Մարիուչան աղավնում, երկուսիս դարդն էլ մեկ է, դու ուզում ես ազատել քո ընկերոջը, իսկ ես իմ Մաթեոյին, ես քեզ կօգնեմ, բայց ինձ ըստ երևույթին ոչ ոք չի կարող օգնել։ Աղջիկը կռացավ եւ զգուշությամբ պոկեց խոտերը։ Աղավնին թռավ։ Ընկերոջ հետ մի մեծ շրջան կատարեց օդում եւ վերադարձավ Մարիուչայի մոտ։ Ինչով օգնեմ քեզ, աղջիկ, հարցրեց նա։ Դուք ինձ օգնել չեք կարող, տխուր ասաց Մարիուչան։ Ինձ հարկավոր է անցնել այն բարձր սարի ետևը։
աղավնին երկինք սլացավ ու չքացավ։ 1 րոպե էլ չէր անցել, երբ օդը լցվեց թռչունների թևերի աղմուկով։ Նրանք իրենց կարմիր տոտիկներով բռնեցին Մարիուչայի գոտուց և անցկացրին լեռը։ Աղջկան իջեցրին կիրճի մուտքի մոտ։ «Բարի ճանապարհ, բարի ճանապարհ», գոչում էին թռչունները։ Մարիուչան մտավ ժայռերի արանքի նեղ արահետը։ Աղջիկը քայլում էր կիրճով։ Երկու կողմից դուրս էին ցցվել քարաժայռերը, որոնք ետ էին վանում արևի լույսը։ Կիրճը խոնավ էր ու մութ։ Մարիուչայի գլխավերևում շատ բարձր ձգվում էր երկնքի նեղլիկ շերտը, որը նրան առաջնորդում էր դեպի հեռուները։ Քանի գնում, նեղանում էր կիրճը, խորանում էր, հազիվ էր նշմարվում երկնքի ժապավենը։ Հանկարծ ժայռերը ետ քաշվեցին և աղջիկը դուրս եկավ մի գետափ։ Գետը ոչ հոսում էր, ոչ կարկաչում։ Նրա ջրերը ծանրորեն օրորվում էին սնդիկի նման։ Մարիուչային տանջում էր ծարավը։ Նա ուզում էր ջուր խմել, բայց հանկարծ հիշեց, թե ինչ էին պատմում իրենց Վիջանելլոյում։ Կա մի այնպիսի գետ, որը կենդանի մարդկանց թագավորությունը բաժանում է մեռյալների թագավորությունից։ Եթե դրանից մի կում խմես, կմոռանաս այն բոլորը, ինչ եղել է։ Գուցե սա հենց այն մոռացության գետն է, ու Մարիուչան չխմեց։ Հենց այդ ժամանակ ափին մոտեցավ մի մակույկ, որը վարում էր մի զառամյալ ծերունի։ «Բարև, պապիկ», ասաց Մարիուչան, «ինձ տար այն ափը»։ Ծերունին պատասխանեց. Կենդանի մարդիկ գործ չունեն մեռյալների թագավորությունում, քեզ չեմ տեղափոխի այնտեղ։ Բայց ես իմ Մաթեոյին եմ փնտրում, ծերունուն սկսեց խնդրել աղջիկը։ Նայեք, այս մատանին նա ինքն է դրել իմ մատին, իսկ այս մյուսը ես պետք է դնեմ նրա մատին։ Ինչպես ես կարողանում ասել, թե ես այնտեղ գործ չունեմ։ Ինչ արած, ասաց ծերունին, նստիր։ Եվ հետո հիշիր իմ խորհուրդը, որ փեսացուիդ գտնես ու ետ բերես, ճանապարհին ծպտուն չհանես ու շուրջդ չնայես։ Ծերունին ծանր թիակը բարձրացրեց, դանդաղ թիավարելով մակույկը տարավ դեպի գետի լայնքով։ Թիակները բարձրանում ու իջնում էին, բայց ջրի ճողփյունը չէր լսվում։ Երբ հանդիպակաց ափին Մարիուչան իջավ մակույկից, տեսավ մի դարպաս, որի վրա գրված էր. այս դարպասից 2 անգամ չեն անցնում։ Բայց աղջիկը չվախեցավ։ Նա դռնից ներս մտավ ու հայտնվեց մեռյալների թագավորությունում։ Այդտեղ նրան շրջապատեցին ստվերները։ Նրանք այնքան նման էին իրար, որ Մարիուչան շփոթվեց։ Ամենասուրբ Տիրամայր, մտածեց նա, ես ինչպես գտնեմ Մաթեոյին, ինչպես ճանաչեմ նրան։ Երկար թափառեց Մարիուչան մեռյալների թագավորության խավարում։ Այնտեղ չկար ցերեկ ու գիշեր, չկար թռչունների ճռվողյուն, ոչ էլ խոտի բուրավետ բույր։ Հանկարծ աղջկա սիրտը թրթռաց։ Նրա առջև կանգնեց մյուսների նման մի գորշ ստվեր, որի դեմքի աղոտ ուրվագծերում նկատեց ինչ-որ ծանոթ մեկին։ Մարիուչան արագությամբ ստվերի մատին հագցրեց մատանին։ Եվ ով հրաշք, նրա առջև կանգնած էր ոչ թե ստվեր, այլ Մաթեոն, իր Մաթեոն։ Աղջիկը բռնեց նրա ձեռքը և վազեց դեպի մեռյալների թագավորության ելքը։ Ահա առջևում շողաց ցերեկվա պայծառ լույսը, փայլում էին գետի ծանր ջրերը, դարպասները բաց էին, բայց ելքի վրա հսկում էր 7 գլխանի հրեշը։ Նրա ամեն մի գլխից ծուխ ու բոց էր դուրս գալիս։ Մարիուչան հպվեց Մաթեոյին, և նրանք մի կերպ դուրս սողացին։ 3-4 քայլ, և նրանք կվերադառնային կենդանի մարդկանց աշխարհը։ Հանկարծ աղջիկն իր թիկունքում զգաց այրող շնչառություն։
Նա շուռ եկավ և տեսավ, որ հրեշը բարձրացրել է իր մեջտեղի ամենամեծ գլուխը և ձգել դեպի Մատթեոն, դե որպեսզի հարձակվի ետևից ու կուլ տա նրան։ «Զգուշացիր, Մատթեո, սիրելիս», գոռաց մահու չափ վախեցած Մարիուչան։ Ախ, ինչու նա ետ նայեց, ինչու գոռաց։ Նրանց երկուսին պահպանող կախարդանքը իսկույն չքացավ։ Ծանր դարպասները դղրդացին, փակվեցին։ Մատթեոն և Մարիուչան դարձան ստվերներ։ Փոթորիկը նրանց կտրեց գետնից, պտտեցրեց չոր տերևների նման։ Այդպես էլ քամու բերանն ընկած նրանք պտտվում են, չմտածելով գալիքի մասին և չհիշելով անցյալը։ Բայց և այնպես նրանք միասին են, նրանք ամուր բռնել են միմյանց ձեռքից։ Մարիուչայի մատին փայլում է Մատթեոյի մատանին, իսկ Մատթեոյի մատին Մարիուչայի մատանին։